իրողություն եք նշում, որը որ այդպես չէ։ Պատանից որ նայեք, տեսնեք, թե վերջին փոփոխությունը ինչի է հանգեցրել։ Նախ եւ առաջ աշխարհի բոլոր քաղաքներում չկա որևէ քաղաք, որ սկզբունքը հետեւյալը չլինի, որ հանրային տրանսպորտը պետք է ունենա առաջնահերթություն։ Եվ այո, հանրային տրանսպորտի համար պետք է առանձնացված լինեն գծեր, որպեսզի հանրությունը, ովքեր օգտվում են տրանսպորտից, իրենք ավելի արագ հասնեն, քան մեքենաներով մարդիկ։ Այդ մի խցանման մեջ մենք էլ ենք մնում եւ ամբողջ տրանսպորտի բարեփոխումների տրամաբանության մեջ դա շատ նորմալ է, երբ որ ավտոբուսների համար առանձնացված գիծ լինի եւ այլ մեքենաների համար, բայց ոչ մեջտեղի գիծ։ Մեջտեղի գծով։ Եվ օրինակ նոր ես այս բարագայում ներողություն ֆիքսեցի, թե ինչպես է ավտոբուսի համար նախատեսված գծով, ավտոբուսը չի երթևեկում, այլ գնում է այն գծով, որը նախատեսված է մարդատար մյուս մեքենաների համար, բայց եւ այն գիծը, որը հենց որտեղ եք տեսել, պետք է ֆիքսենք։ Դա ցույց տվեք, մենք ուսումնասիրենք, չէ, նաեւ սա պետք է տալ համապատասխան վարչություններին։ Որի համար հանրային տրանսպորտը պիտի երկրորդ գծից Նա դու պետք է ավտոբուսի բանը համարներ է դու ճիշտ է։ Շատ էին, մենակ ես մեկը չի։ Բայց եթե հարց եք բարձրաձայնում, կարող է հենց այդ ավտոբուսի վարորդի բան մեղքով կամ մեկ այլ ուրիշ բան։ Շատ էին, որ բոլոր լրագրողները ֆիքսել են, նշանակում է, որ տարբեր ավտոբուսների, այսինքն ամբողջ ավտոբուսային համակարգը։ Տեսեք, մենք նաև եթե նկատել եք, երեք էր կարծեմ, մենք հայտարարություն ենք արել, որ այսինքն մենք որոշակի վերանայումներ պետք է անենք, հաշվի առնելով ստեղծված, հա, խնդիրները, որ օրինակ խցանումները շատ է լինում, որոշ վերանայումներ կանենք, բայց իմ եւ մեր համոզմունքն է, որ պետք է հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերը լինեն, դա նաև շատ հեռու պետք չի գնալ մեր հարևան Թբիլիսի օրինակով։ Մի տրամաբանական հարց կներես Փայլակ ջան։ Չնեղել ունեն։ Մի տրամաբանական հարց, պարոն Փամբուշյան, բարեփոխումը փոփոխությունը նրան պետք է միտված լինի, որ դեպի լավը գնա, չէ։ Հիմա եթե եղածից ավելի վատ է, դրա ի՞նչն է բարեփոխում, ինչու եք այդպես անում։ Գուցե վերադառնաք նորից հին իրավիճակին։ Դե այդ ամբողջը բարեփոխումը դեպի լավը պետք է նշեցի, դրա համար նշեցի, այս ամբողջը հաշվի առնելով հիմա մենք առանձնացրեցինք այս ծրագրի, այսինքն կատարած հետազոտությունների, բայց կհետևենք թե ինչ տեղի կունենա եւ որոշ վերանայումներ իհարկե կլինեն։